Հարգելին բարև ձեզ։ Ուրեմն ոնց որ միշտ ես ցանկություն ունեմ ներկայացնեմ այն ամենքը, ինչ ներկայացրել եմ միշտ թեմայի վերաբերյալ ուրիշ սենց ասած շեղում չունեմ։ Ինձ հետաքրքրել է միշտ այն թեման, քանի որ 2009 թեման 6 թվականին ես այդ թեմայով զբաղվել եմ, հիմի շատ ակիրճ բացատրեմ, կաշխատեմ հայերենով ներկայացնել, որ ավելի քան հասկանալի լինեմ այն մարդկանց, ովքեր ռուսերենից կաղում է, էլի, դե դա ամուր բան չկա դրա մեջ, բայց հայերենով աշխատեմ, հավանական է տեղ կլինի, որ ես ռուսերենը կօգտագործեմ, դրա համար ոչ մի վտանգավոր բան չկա։ Ուրեմն հարցը մարդու միտքը առարկայական է, իսկ ես պնդում եմ հակառակը։ Մարդու միտքը ոչ թե առարկայական է, ի նկատի ունեմ, այլ մարդու միտքը կարողանում է առարկաների հետ վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում է։ Հիմա կոնկրետ այն գործողությունը, որ ես մտովի անում եմ լուռ, ոչ թե ձայնային, ի նկատի ունեմ, այլ լռության։ Ինչ է կատարվում։ Քանզի որ ես փուչիկը շարժում եմ մտովի, ես ասում եմ, մարդու միտքը կարելի է հետևալ մենակ մեկ դեպքում։ Մի դեպքում, եթե մարդու միտքը գործողություն է կատարում առարկայի հետ։ Եթե ես շարժում եմ առարկան, այս դեպքում փուչիկն է, ուրեմն կարելի է տարածությունը և ուժը հաստատ իմանալ։ Այդ դեպքում մարդու միտքը կարելի է հետևալ ու իմանալ, թե մարդը ինչ է անում։ Եթե գործողություն կա մտքի ու դա տեսանելի է, ոնց կարելի է հրաժարվել կամ ասել ոչ, դա այդպես չի, եթե փաստացի դու ներկայացնում ես, չէ՞ այդ ամենքը։ Հիմա վերցնենք, ասենք փուչիկը։ Ինչ եմ ուզում ասեմ, կարելի է մտքի ուժը, հարվածի իմանալ ինչ կարգի, ինչ ձև։ Հիմա ասեմ, բացատրեմ։ Սկզբից վերցնում ենք փուչիկը, կշռում ենք, որ մեջ ոտ չկա։ Իմանում ենք քաշը, դա հեշտ ու հանգիստ կարանք անենք, փչելուց հետո, ասեմ ձեզ, ոչ թե գազ լցել կամ ինչ-որ ուրիշ ոտ, այլ դու ինքդ փչես և կշռես, 0-0 ամբողջ խոսքի օրինակ ինչ-որ քաշը։ Եթե այդ քաշը ես մտովի շարժեցի, գրանցում եմ, չէ, խոսքը օրինակ 0-0 ամբողջ քանի միլիգրամ, ես կարողացա մտովի շարժեմ, և սենյակումը լրիվ փակ, ոչ մի քամի չկա, ոչ մի բան չկա։ Հետևյալ քայլը։ Ծանրոցներ եմ կապում, խոսքի օրինակ փուչիկի վրա։ Ծանրոցներ։ Հիմա կշռում ենք նույնձև էլի այդ փուչիկը։ Իմանում ենք քաշը, ասենք ավելացավ, չէ, 0 ամբողջ ինչ-որ թիվ է, միլիգրամ։ Եթե ես դա էլ եմ շարժում, ուրեմն մենք հաստատ կարող ենք իմանալ արդեն մտքի հարվածի ուժը, թե ինչ քաշ է, ծանրությունը։ Ուրեմն դու մտովի կարողացար այդ ծանրությունը շարժես։ Հույսով եմ հասկանալի եմ բացատրել բոլորի համար, և բացի դա, իմ թեման այնքան գլոբալ է, ունի տարբեր ուղղություններ։ Դա լույսի թեման է։ Եթե ցանկություն կա, որից մեկը ցանկություն կառաջանա, հանդիպենք, ես մեծ ուրախության կարամ հանդիպեմ, նստենք, զրուցենք, եթե իհարկե թեմայից դուրս ես չունեմ ոչ մի խոսալ, քաղաքականություն կրնի, չգիտեմ ընդ
թեմայից դուրս չունեմ, ոչ մեկին ոչ ասել, ոչ էլ, ընկերական խնդրեմ, հա, եթե ուզում են ծանոթանալ, կարելի է, սա էլ հաշվի նկատեմ, էլի, բայց կրկնում եմ, մարդու միտքը կարելի է հետևալ միայն այն դեպքում, երբ որ մարդու միտքը գործողություն անում առարկայի հետ, առարկայական կարաս այդ դեպքում առարկայական կարաս ապացես, տարածքը և ուժը, մտքի հարվածը, ծանրոցներ կապելով, կամենես, և կարելի է օդնել, որոշել, թե փուչիկի մեջ օդն է կշիռ ունի, էլի, փուչիկի մեջ իշխան քանակության օդ է, դա էլ կարելի է, որ դրա մեջ ինչ-որ մի բարդ բան չկա, ես իրոք մոռացել եմ էլ այդ կնոջ անունը խոսում էր, որ ասում էր հնարավոր չի մարդու միտքը հետևալ, ես չգիտեմ ինչի նկատի ուներ ինքը, բայց ես ընդեղ տակը գրել էի, որ նայած որ դեպքում, հա եթե մարդը ստաս մտածում է, որից է մի բան, ոնց կարաս հետևաս միտքը, ինչ է մտածում, դա անհնարին է, իսկ եթե գործողություն է կատարում, այդ դեպքում կարելի է, դե ինչ հասկանն է ուզում ասել, ցանկալի կլինի, որ հանդիպենք այդ մարդկանց հետ, կարաք զանգարեք ինձ, հետագան շատ հետաքրքիր է ասեմ, շատ հետաքրքիր թեմա է, և էլի եմ պնդում, կարամ գործունյա ապացուցեմ, որ ուղիղ եթերի ժամանակ, ես նայեմ հեռուստացույցին, եթե տեսա երկնքում ամպը, ես կվերացնեմ, դա ասեմ երկար տարիների փորձ է, ես համոզվել եմ և պատասխանը ունեմ, այսքանը շնորհակալություն, բոլորիդ ցանկանում եմ լավ օր, քաջ առողջություն, հարգանքներով Մկրտիչ Նիկոլայի Կարապետյան, ստեսություն ձեզ։